Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում։ Փակոդային տարածքի պատճառով եւ ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան։ Այս մասին հայտնել է բազան։ Նշվում է, որ Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը գրեթե 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով, սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը ի վերջո ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո միջազգային օդանավակայանը, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1-ին։ Վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո պետք է մեկներ Մոսկվա, որտեղ պատրաստվում է մասնակցել Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Հայ-թուրքական սահման գոյություն չունի, կա Հայաստան-Թուրքիա սահման Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ է ստացել, որովհետեւ նրա խոսքով նաեւ խաղաղության խաչմերուկի եւ թրիփ նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում, ավտոտրանսպորտային կապի հաստատում, նոր խողովակաշարերի հնարավորություն, նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն։ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը եւ նշել. Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է գրված է Ղարաբաղի հայեր։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին հաջորդած օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է եւ ես ուզում եմ հիմա բաց հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ ասել եմ, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Մյուս կողմից Ադրբեջանն անընդհատ օգտագործում է արևմտյան Ադրբեջան անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որտեղ հասնի։ Ես ասում եմ, եկեք նստենք ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան եւ այո, եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրացվի, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այսօրվանից զբաղեցնելու է միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը, այս մասին հայտնել է Արդարադատության նախարարի նախկին խորհրդական Լիանա Թովմասյանը։ Միասին կնպաստենք զբաղվածության ծրագրերի առավել արդյունավետ իրագործմանն ու ոլորտային թվայնացման աշխատանքներին, նշել է նա։ Հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգոր Խաչատուրովի, Հակոբ Մարտիրոսյանի գործով դատական նիստում Գրիգորի Խաչատուրովի պաշտոնական թիվը օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու անվերապահ հիմքով միջնորդել է գեներալի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել։ Պաշտպանները նիստից հետո նշել են, որ այս դատական գործընթացը շատ երկար էր ձգձգվում, իսկ Գրիգորի Խաչատուրովը այս պահին գտնվում է ուսումնառության մեջ։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով բավարարել միջնորդությունը։ Կիևը Վաշինգտոնի վարչակազմին է ներկայացրել իր պատասխանը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ԱՄՆ ծրագրի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ուկրաինան չորեքշաբթի օրը Թրամփի վարչակազմին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ։ Ինձ ասել են ուկրաինացի եւ ամերիկացի պաշտոնյաները, գրել է նա X-ում։ Իր հերթին Bloomberg-ը պնդում է, որ Կիևի իշխանությունները Վաշինգտոնին են ներկայացրել ԱՄՆ խաղաղության ծրագրի վերանայված տարբերակը։ Ուժգին երկրաշարժը տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ տեղեկությունների երկրաշարժը զգացվել է Բալիքեսիրում եւ նրան հարակից տարածքներում։ ԱՖԱԴ-ի հրապարակած տվյալներում նշվում է, որ ցնցման ուժգնությունը եղել է 4.9 մագնիտուդ։ Ավերվածությունների եւ տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր առևտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի նկատմամբ, եթե այն չհրաժարվի կղզուց։ Նույնիսկ իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը առաջարկել էր գնել Գրենլանդիան։ Գրենլանդիան Դանիայի մաս է կազմում որպես ինքնավար տարածք։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է երկրի ռազմական բյուջեն 2026 ֆինանսական տարվա համար, որը կազմում է ռեկորդային $901 միլիարդ։ Ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատում քվեարկությունը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։ Օրինագծի օգտին քվեարկել է 312 օրենսդիր, իսկ դեմ 112։ Այսպիսով կոնգրեսի ստորին պալատը հաստատել է փաստաթուղթը եւ այն այժմ կուղարկվի սենատի քննարկմանը։ Եթե վերին պալատը հաստատի այն, ռազմական բյուջեի մասին օրինագիծը կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրության համար։ Օրենսդիրների կողմից նախկինում առաջարկված ռազմական բյուջեն $8 միլիարդ գերազանցել է ԱՄՆ նախագահի առաջարկը, որը կոնգրեսին խնդրում է ռազմական կարիքների համար հատկացնել $892.6 միլիարդ։ Այս գումարը ներառում է Պենտագոնի, ինչպես նաև պաշտպանության եւ անվտանգության հետ կապված այլ գործակալությունների եւ ծրագրերի ֆինանսավորումը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը եւ միջազգային քրեական դատարանի դեմ ձեռնարկվող քայլերը։ Մենք արդյունավետ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում եւ դրանից դուրս մեր ընդհանուր հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ։ Ես նաեւ ողջունեցի Թրամփի վարչակազմի քայլերը, այսպես կոչված միջազգային քրեական դատարանի դեմ, գրել է Սաարը X-ում։ Արտաքին գործերի նախարարի խոսքով նա պետքարտուղարին ասել է, որ հրեական պետության հետ հարաբերությունների վերականգնումը Բոլիվիայի հետ Իսրայելի կապերի ամրապնդման կարևոր գործընթացի մի մասն է լատինաամերիկյան երկրների հետ։ Ավելի վաղ Իսրայելը եւ Բոլիվիան Վաշինգտոնում համաձայնության եկան վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Արգենտինան Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է 1982 թվականի Ֆոլկլենդյան կղզիների պատերազմի հետևանքով սահմանված ժամանակակից զենքի արտահանման վրա դրված սահմանափակումների մեղմացումը, հայտարարել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը The Daily Telegraph-ին տրված հարցազրույցում։ Աշխարհի տերությունները չեն կարող գործել առանց ռազմական հզորության։ Եթե երկիրը չի կարող պաշտպանել իր սահմանները, այն հաշվի չի առնվում միջազգային համատեքստում, ասել է նա։ Երբ Միլեին ուղղակիորեն հարցրել, թե արդյոք Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջև բանակցություններ են սկսվել զենքի վաճառքի վրա բրիտանական սահմանափակումները մեղմելու վերաբերյալ, նա դրական է պատասխանել։ Հրատարակության տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջնորդի դեր է խաղում այս բանակցություններում, Արգենտինան դիտարկելով որպես հարավային Ատլանտիկայում եւ Անտարկտիդայում Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ կարևոր պատնեշ։ Արգենտինայի առաջնորդը նաեւ ասել է, որ նախատեսում է այցելել Միացյալ Թագավորություն 2026 թվականի ապրիլին կամ մայիսին։ ԱՄՆ խաղաղության ծրագրի ներկայիս տարբերակի համաձայն Ուկրաինան կարող է միանալ Եվրամիությանը 2027 թվականին։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը հղում անելով ԱՄՆ եւ Ուկրաինայի պաշտոնյաներին։ Պարբերականը գրում է, որ Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին անհանգստացնում է ԵՄ որոշ երկրների, օրինակ Հունգարիային։ Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը կարծում է, որ կարող է հաղթահարել Հունգարիայի դիմադրությունը։ The Washington Post-ի տվյալներով Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կնպաստի երկրում առևտրին եւ ներդրումներին, ինչպես նաեւ կարող է նվազեցնել կոռուպցիան։ Եվրամիությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում 2 օրով երկարաձգել դեկտեմբերի 18-ին նախատեսված գագաթնաժողովը ռուսական սառեցված ակտիվների առգրավման հարցը լուծելու համար, հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով ԵՄ նախագահ Անտոնիո Կոստային։ Սա հազվագյուտ շեղում է Կոստայի ոսկի կանոնից, որի համաձայն լավ գագաթնաժողովը մեկօրյա գագաթնաժողովն է, նշել են լրագրողները։ Պարբերականը նշել է, որ գագաթնաժողովից առաջ տեղի կունենա 3 հանդիպում ԵՄ դեսպանների մասնակցությամբ։ Նրանք արտաժամյա կաշխատեն Բրյուսելում եւ տող-արտող կուսումնասիրեն Եվրահանձնաժողովի առաջարկները ռուսական ակտիվների անժամկետ սառեցման վերաբերյալ, առանց ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնության։ Ավելին, Պոլիտիկոն տեղեկացել է, որ գագաթնաժողովից առաջ դիվանագետները կփորձեն համոզել Բելգիային, որ դեմ է ռուսական ակտիվների առգրավմանը, առկա ռիսկերի պատճառով։ Բուդապեշտը մերժում է ԵՄ միգրացիոն պայմանագիրը, որը նախատեսում է միգրանտների բաշխում անդամ երկրներում եւ կվիճարկի դրա դրույթները դատարանում, ըստ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլիասի։ Գուլիասը կտրականապես մերժել է վերջերս ընդունված ԵՄ միգրացիոն պայմանագիրը, որը սահմանում է պարտադիր քվոտա Հունգարիայում միգրանտների համար։ Հայտարարության մեջ գրել է Հունգարիայի վարչապետ Գրասենյակի միջազգային հաղորդակցությունների եւ կապի հարցերով պետական քարտուղար Զոլտան Կովաչը։ Ինչպես ընդգծել է Գուլիասը, ազգային հանրաքվեն արդեն մեծամասնությամբ մերժել է միգրանտների վերաբնակեցման առաջարկը։ Նա նշել է, որ միգրացիոն հարցերի վերաբերյալ որոշումներ կարող է կայացնել միայն հունգար ժողովուրդը։ Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավարը նաև հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր է դեմ լինել համաձայնագրին եւ կվիճարկի դրա դրույթները Եվրոպական միության դատարանում, եթե դրանք ուժի մեջ մտնեն։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևոր է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հարցազրույցը, որում քաղաքական գործիչը անդրադարձել է Ուկրաինայի կարգավորման հարցին։ Երեքշաբթի օրը Պոլիտիկոյին տրված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի ուժեղ բանակցային դիրք ունի, քան Ուկրաինան։ Նա նաև կրկին Վոլոդիմիր Զելենսկիին անվանել է խաբեբա։ Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ Զելենսկին ստիպված կլինի սկսել ընդունել կարգավորման պայմանները եւ որ նա պարտվում է։ Սա շատ կարևոր հարցազրույց է, շատ կարևոր հայտարարություն լրագրողներին, ասել է Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի նոր հարցազրույցը։ Պատասխանատվությունն այլոց վրա բարթելու Փաշինյանի ու իր թիմի փորձը տապալվեց, այս մասին տարածած հայտարարության մեջ նշել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը։ Նա մասնավորապես նշել է. «Պաշտոնական մեկնաբանությունը ինչ է բացահայտում Լեռնային Ղարաբաղի բանակցային փաթեթը վերտառությամբ, որով ազդարարվեց 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակումը ոչ այլ ինչ է, քան պարզունակ, ընդ որում անհեռանկարային փորձ այլոց վրա բարթելու պատասխանատվությունը 2018 թվականի մայիսից հետո Լեռնային Ղարաբաղի հարցով իշխանությունների վարած ձախողյալ քաղաքականության աղետալի հետևանքների համար։ Շատ պարզ հարց է ծագում, եթե ըստ Հայաստանի ներկայիս իշխանավորների պնդումների բանակցային գործընթացն ու համանախագահների առաջարկները առավելություններ էին տալիս միայն Բաքվին, ապա ինչու էր հենց ադրբեջանական կողմը առնվազն 2008 թվականից ընդհուպ մինչև 2018 թվականը հրաժարվում այդ բոլոր առաջարկներից, քննադատում համանախագահներին եւ նույնիսկ կոչանում լուծարել խումբը։ Հայաստանի նոր իշխանությունները 2018-ի մայիսից հետո հայտարարեցին, թե որոշել են բանակցությունները սկսել իրենց կետից, գործնականում հրաժարվելով նախորդ տարիների բանակցային աշխատանքի արդյունքներից, բայց ըստ որում չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է այդ իրենց կետը։ Եթե մինչ իրենց բազմիցս հավաստվել էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, ապա այդ ժամ Երևանը միջազգային հանրության աչքում դարձավ բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։ Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի նոր տիրակալը իրեն գժի տեղ դրած, սկսեց կասկածներ հայտնել, թե հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, Բաքուն ստացավ այն, ինչը նրան չէր հաջողվում տարիներ շարունակ, որպես կազուս բելի պատերազմի սանձազերծման առիթ մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ, նշել է Սերժ Սարգսյանը։ Եվս 3 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հերթական օրվա հաղթանակների սկիզբը դրել է 86 կիլոգրամ քաշային Ռաֆայել Հովանիսյանը։ Նա նկատելի առավելությամբ 5-0 հաշվով պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակին։ Այնուհետև վստահ հաղթանակ է տոնել 51 կիլոգրամ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը։ Գյումրեցի մարզիկը առավել մեծ ճիքեր գործադրելու առավելության է հասել Անդրե Դո Սանտրոյի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի 1/4 եզրափակչի վերջին ուղեգիրը նվաճել է 57 կիլոգրամ քաշային Շիրայր Սարգսյանը։ Միրեն Չեմբենի հետ մենամարտում 1 ռաունդն էլ բավարար է եղել մրցակցին նոկաուտի ենթարկելու համար։ Ժիրայրի աջ կրոսից հետո Չեմբենին հայտնվել է ռինգի հատակին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը 1/4 է մտնում 9 բռնցքամարտիկով։ Սա աշխարհի առաջնություններում մեր հավաքականի լավագույն արդյունքն է։ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ միջազգային կայունացման ուժերը կտեղակայվեն Գազայի հատվածում մինչև 2026 թվականի սկիզբը։ Կատարի Ալ Ջազիրա հեռուստաալիքի հաղորդմամբ ամերիկացի պաշտոնյայի հղումով Վաշինգտոնը բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ ռազմական կոնտինգենտներ տրամադրելու համար։ Մենք ակնկալում ենք միջազգային կայունացման ուժերի տեղակայում Գազայում 2026 թվականի սկզբին առաջին փուլում 1 կամ 2 երկրների մասնակցությամբ։ Հեռուստաալիքին ասել է ամերիկյան աղբյուրը, նշելով, որ խաղաղապահները չեն տեղակայվի Գազայի հատվածի այն տարածքներում, որոնք վերահսկվում են պաղեստինյան Համաս շարժման կողմից։ Նրա խոսքով առաքելության հրամանատարությանը ԱՄՆ-ի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի խոսքով խաղաղությունը Ուկրաինային ավելի մոտ է, քան հակամարտության սկսվելուց ի վեր ցանկացած պահի, մեջբերում է Բլումբերգը։ Մենք բավականին մոտ ենք համաձայնության։ Մենք մոտենում ենք այն կետին, երբ պոտենցիալ համաձայնագրի պայմանները դառնում են ավելի ընդունելի։ Ես բավականին գոհ եմ տեսնելով, թե որտեղ ենք հիմա մենք, ասել է նա դեկտեմբերի 9-ին Հելսինկիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Ըստ նրա, բանակցությունները վերաբերում են 3 առանձին փաստաթղթերի։ Առաջինը շրջանակային փաստաթուղթ է, որը 20 կետից բաղկացած ծրագիր է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը նպատակ ունի ոչնչացնել լիբերալ ժողովրդավարությունը, ինչպես այն մեզ հայտնի է։ Այս մասին ասել է Ջորջիայի համալսարանի միջազգային հարաբերությունների Ստենլի Ուելթշելթոնի անվան պրոֆեսոր եւ ահռելի աչը այսօր գրքի հեղինակ Քաս Մադեն։ Նույն օրը, երբ Դոնալդ Թրամփը ստացավ իր նոր ընկեր FIFA-ի նախագահ Ջոնի Ինֆանտինյոից իր պատվերով պատրաստված խաղաղության մրցանակը, նրա վարչակազմը հրապարակեց նույնքան շքեղ ազգային անվտանգության ռազմավարություն։ Այս համեմատաբար կարճ փաստաթուղթը ներծծված է Թրամփի եւ Թրամփիզմի ոգով։ Այն սկսվում է բնորոշ համեստ պնդումով, որ նախագահը մեր երկիրը եւ ամբողջ աշխարհը գրեթե դուրս է բերել աղետից, գրում է Մադեն։ Նա նշում է, որ նույնիսկ եթե այս ռազմավարությունը մեծապես ձևակերպում է ԱՄՆ նախագահի եւ նրա վարչակազմի ներկայիս գործողություններն ու հայտարարությունները, այն պետք է հաշվի առնվի որպես նախազգուշացում աշխարհին եւ մասնավորապես Եվրոպային։ ԱՄՆ սահմանը անվտանգության առումով զիջում է միայն Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, գրում է NBC-ն։ Ես հավանաբար կասեի, որ կա մեկ երկիր, որն ունի ավելի ամուր սահման, գիտեք որն է, Հյուսիսային Կորեան, ասել է ամերիկացի առաջնորդը։ Քաղաքական գործիչը նշել է, որ Հյուսիսային Կորեան իր սահմանի երկայնքով տեղադրել է 7 էլեկտրաֆիկացված ցանկապատ, առաջին ցանկապատից հետո անցնել փորձող յուրաքանչյուր ոք հազիվ է ողջ մնում։ Երկու ցանկապատից հետո դա գործնականում անհնար է, ասել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը կատակել է, որ Հյուսիսային Կորեային պետք է շնորհվի ամենաանվտանգ սահմանի կոչումը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 F-18 կործանիչներ կեսամյա թռիչք են իրականացրել Վենեսուելայի ափամերձ ջրերի վրայով, հաղորդում է Associated Press-ը։ Այս թռիչքը ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից լատինաամերիկյան երկրի օդային տարածքին ամենամոտն էր։ ԱՄՆ ռազմական նախարարությունը հայտարարել է, որ կարճ թռիչքը ռեժիմային վարժանք էր եւ նպատակ ուներ ցուցադրել ինքնաթիռի մարտական կարողությունները, սակայն գործակալության աղբյուրը չի մանրամասնել, թե արդյոք կործանիչները զինված է եղել, ընդգծելով, որ գործողությունը տեղի է ունեցել բացառապես միջազգային ջրերի վրայով։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին սխալ է գործել։ Կիևում կոռուպցիոն սկանդալից հետո ֆինանսական օգնություն ստանալու համար մեկնելով Մեծ Բրիտանիա։ ԿՀՎ նախկին Լարի Ջոնսոնը այս կարծիքը հայտնել է Judging Freedom YouTube ալիքում։ Նա Ուկրաինայի նախագահին համեմատել է ժլատ մարդու հետ, ով չի սիրում փող ծախսել, բայց ակնկալում է, որ ամեն ինչ իրեն կտրվի։ Փորձագետը հետաքրքրվել է, թե ինչի վրա է Զելենսկին հույսը դնում կոռուպցիոն սկանդալից հետո իր այցի ժամանակ։ Վերլուծաբանի խոսքով Ուկրաինայի դաշնակիցները Եվրոպայում դժգոհ են այցից, բայց չեն կարող թույլ տալ, որ Զելենսկին դատարկ ձեռքերով հեռանա։ Հավանաբար նրան մի քանի փաթեթ սպիտակ փոշի են տվել լրացնելու համար։ Գիտեք ինչու, որպեսզի արագ ազատվեն նրանից։ Հեգնանքով նշել է Ջոնսոնը։ Եվրամիությունը մտադիր է մշտապես սառեցնել մինչև 210 միլիարդ եվրոյի չափով սառեցված ռուսական ակտիվներ ԵՄ անդամ պետություններում Հունգարիայի կողմից հնարավոր վետոն շրջանցելու համար, հաղորդում է Financial Times-ը հղում անելով աղբյուրներին։ Այդ նպատակով այն նախատեսում է արագացնել օրենքի ընդունումը, որը կտրամադրի արտակարգ լիազորություններ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ ազգային վետոն չեղարկելու համար։ Եվրահանձնաժողովը ցանկանում է սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործել Ուկրաինային մոտ 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար առաջիկա 2 տարիների ընթացքում։ Կալիֆոռնիայում հորը սպանելու մեջ մեղադրվող հայտնի օպերային երգչի որդին ձերբակալվել է Միացյալ Նահանգներում, հաղորդում է ABC News-ը։ Սանտա Մոնիկայի ոստիկանությունը հայտնել է, որ 71-ամյա Ջուբիլանտ Սայքսը սպանվել է իր տանը երկուշաբթի օրը դեկտեմբերի 8-ին։ Ոստիկանները արձագանքել են հարձակման մասին ահազանգին եւ երգչին հայտնաբերել դանակահարված։ Զոհի 31-ամյա որդին Միկա Սայքսը միջադեպի պահին տանն է եղել։ Նա առանց դիմադրության հանձնվել է ոստիկանությանը եւ մեղադրվել է սպանության մեջ։ Դեպքի հանգամանքները դեռևս քննվում են։ Ռուսաստանի ակտիվների բռնագրավման դեպքում Եվրոպան լուրջ հետևանքների կբախվի։ Այդ մասին Իզվեստիային ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի կառավարությունը ներգրավված է այս գործում։ Մամուլի քարտուղարի խոսքով արդեն կա փոխըմբռնում, թե ինչպես շարունակել։ Նման քայլերը անպատասխան չեն մնա։ Դրանք շատ լուրջ հետևանքներ կունենան երկրների իրավաբանական անձանց եւ անհատների համար, ընդգծել է Պեսկովը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել, որտեղ դժգոհել են վեհափառ հայրապետից եպիսկոպոսատ ժողովը հետաձգելու համար։ Նրանք նաև կոչ են արել չթիրախավորել իրենց։ Ցավով տեղեկացանք, որ առաջիկա եպիսկոպոսատ ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է ամենայն հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներից բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու եւ փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքներից, զերծ մնալ վիրավորական խոսույթից եւ չթիրախավորել եպիսկոպոսներից նվիրական առաքելությունը հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին։ Մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր հիմնավոր եւ արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության եւ Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին, ասված է հայտարարության մեջ։ Ադրբեջանի հետ բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի, մենք դրան պատրաստ ենք, պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թեև հնարավոր է առաջինը նավթ լինի։ Տեսեք օրինակ ցորենը եղավ, իդեպ շահարկումներ էին գնում, որ իբր այդ ցորենը 4-րդ կարգի է եւ պիտանի չէ։ Ես պետք է ասեմ, որ այդ ցորենն օգտագործվում է նաեւ հաց թխելու մեջ։ Ինչքան շատ այլ ընտրանք լինի էներգակիրների, Հայաստանը դրանից պետք է օգտվի եւ հնարավորություն տա, որ դրանից Ադրբեջանն էլ իր շահն ու հետաքրքրությունն ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով հնարավորություն ունենա այդ ապրանքն արտահանելու, հավելել է ազգային ժողովի նախագահը։ Դեկտեմբերի 9-ի խուզարկություններ են կատարվել Արշակ arczepiskopos Խաչատրյանի քեռու եւ քեռու դստեր բնակարաններում։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Խուզարկությունները միաժամանակ են տեղի ունեցել, չեն թողել զանգահարել փաստաբաններին, առգրավել են հեռախոսներն ու համակարգիչները, նշել է փաստաբանը։ Հայտնի է, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Այն է անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով։ Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարանում, պատասխան դեռ չկա։ Արցախի նախկին պետնախարարը ցանկացել է ծանոթանալ իր գործի որոշ փաստաթղթերի հետ, ինչպես նաև խնդրել է դրանից հանել փաստաթղթերի մի մասը։ Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում արևմտյան երկրների անգործության վերաբերյալ արված մեկնաբանություններում կա որոշակի ճշմարտություն։ Պոլիտիկոն հղում անելով անանուն պաշտոնյայի հաղորդում է, որ ամերիկացի առաջնորդի դժգոհությունը եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ օրեցօր աճում է։ Դոնալդ Թրամփը ասում է, որ Եվրոպան անարդյունավետ է եւ դրանում կա որոշակի ճշմարտություն, նշել է աղբյուրը։ Նա կարծում է, որ եվրոպական երկրները սկսել են գործել, բայց չափազանց ուշ են հասկացել, որ իրենք են իրենց սեփական խնդիրների լուծումը։ Նշում է, որ ՆԱՏՕ երկրները նախաձեռնություն են մշակել Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու, բայց այժմ բախվում են նոր խնդրի։ Նրանք հուսահատորեն փորձում են համոզել Բելգիային համաձայնել Կիևի կարիքների համար ռուսական ասառեցված ակտիվների օգտագործմանը։ Միացյալ Նահանգները անհամբերություն է ցուցաբերում եվրոպացիների դիրքորոշման նկատմամբ Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելու հարցում։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Միացյալ Նահանգները գնալով ավելի անհամբեր է դառնում։ Նախ եւ առաջ նախագահ Թրամփը, ով ինչպես արդեն ասացի, միակ արևմտյան առաջնորդ է, ով այս տարվա հունվարին Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո սկսեց ցույց տալ այն պատճառների ըմբռնումը, որոնք Ուկրաինայում պատերազմը դարձրին անխուսափելի, ասել է նախարարը ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս ՆԱՏՕ-ի անդամակցելու իրական հնարավորություն չունի։ Մենք ռեալիստներ ենք, մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին, դա արդարացի է, բայց մենք հաստատ գիտենք, որ ոչ ԱՄՆ, ոչ էլ մի շարք այլ երկրներ դեռևս Ուկրաինային չեն տեսնում դաշինքում, եւ Ռուսաստանը իհարկե երբեք մեզ այնտեղ չի տեսնի։ Զելենսկու խոսքերն է մեջբերում ուկրաինական ստրան հրատարակությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում։ Նրա խոսքով քվեարկությունը կարող է պատրաստվել 60-ից 90 օրվա ընթացքում։ Ավելի վաղ Ուկրաինա
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Օլեգ Դիդենկոն հայտարարել էր, որ կարծում է, որ ընտրությունների կազմակերպումը կտևի ռազմական գործողությունների ավարտից հետո 3 ամսից ավելի։ Ի պատասխան Զելենսկու ընտրությունների անցկացման վերաբերյալ արված զտողությունների, Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին ասել է, որ սա բլեֆ է եւ կանոնների կեղծում։ Կիևի զգալի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառով, հաղորդում է ուկրաինական Times of Ukraine հրատարակությունը իր Telegram ալիքում։ Հրատարակության տվյալներով Ուկրաինայի մայրաքաղաքի տարածքի ավելի քան 70%-ը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ինչպես դեկտեմբերի 9-ին հայտարարել է էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն, Ուկրաինան սպառել է էներգետիկ օբյեկտները վերականգնելու իր հնարավորությունները հրթիռային հարվածներից հետո։ Նրա սարքավորումների պաշարները կբավականացնեն նաև եւս 2 կամ 3 հարձակման համար։ Բերլինում հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վարած քաղաքականության նկատմամբ։ Նրանք վանկարկել են Նիկոլ Դավաճան։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա 3, իսկ այսօր նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիս է ունեցել։ ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով։ Այս մասին հայտնել է հետքը։ Աբովյան համայնքի Առինջ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելարուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ կնոջը Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ 2025 թվականի մայիսի 29-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը եւ կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 միլիոն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է Հայէկոնոմ բանկը։ Հայէկոնոմ բանկից Կոնջորյանը եւ կինը ստացել են 48 միլիոն 238 հազար դրամ վարկ, հավանաբար մնացած 5.7 միլիոն դրամը տրվել է որպես կանխավճար։ Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։ Դեկտեմբերի 15-ից մեկնարկում է 2025-ից 2026 թվականների ուս տարվա շրջանավարտների պետական ավարտական եւ 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների հայտագրման գործընթացը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնում են, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակայտերը գրում է գնահատման եւ թեստավորման կենտրոնի Optimorte.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։ Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը առցանց եղանակով գնահատման եւ թեստավորման կենտրոնի Dimorte.am կայքեջում պետք է լրացնի ընդունելության դիմում հայտ։ Դատավոր Ժորա Չիչոյանը չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպիսի ավելի ակնառու չլինի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը։ Այս մասին հայտարարել է Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։ Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժորա Չիչոյանին, որպիսի վերջինս տրամադրի իր կողմից քննված եւ դատավճիռ կայացրած ծանր եւ առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչին վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։ Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է եւ այդ առումով շատ բան չկա ասելու։ Երեք կրկին դիմել եմ նույն դատավորին, մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով։ Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։ Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպիսի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը։ Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկատվություններին կարող եմ ծանոթանալ Datalytics կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները, նշել է Գայանե Պապոյանը։
Եղանակը առաջիկա օրերին։ Դեկտեմբերի 11-ի գիշերը 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-ից ցերեկը 12-ին, 13-ից ցերեկը 14-ից 15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-ից 14-ն Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 13-ին 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 14-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։